Երեք դատախազությունը դատարանի միջնորդել է, որ Միքայել Սրբազանին 26 ամսով կալանավոր է։ Սա ձեզ համար արդարացի որոշում է։ Չէ։ Ինչու է իշխանությունը նման կամ դատարանը նման որոշում կայացնում։ Չգիտեմ, բայց արդարացի չէ։ Ըստ ձեզ սա քաղաքական գործ է, թե Երևի քաղաքական գործ է։ Այո։ Դե մենք ունենք վարչապետ, մենք ունենք երկրի ղեկավար, դե ինչպես կորոշի, չէ որ իրավասություն չունի վարչապետը Տեր հայրերի հետ էլ եկեղեցին չէ որ անկախ է։ Հա, իրանք գիտեն։ Միքայել Սրբազանի նկատմամբ կատարվողը անկախ դատագրանի գործունեություն է, թե կա քաղաքական նաև ուղղվածություն։ Ուղղվածություն չկա, ոչ էլ հակակա, դա իմ խելքի բանը չեմ կարող ասել։ Անկեղծ ասած իրավական թեմաներին չեմ տիրապետում, բայց կարծում եմ, որ պիտի արդարությունը հաղթի միշտ։ Իրան բավշե պիտի չձերբակալեին, բայց դե որ մեր դատարանը ստիպված է դա որոշե չուզենալով։ Ինչ վատ բաներ արել, մարդեր ծեծե, ոչ մի բան։ Մեկ էլ երկրորդն էլ ես կուզեմ, որ այս Կարեն Կարապետյանին էլ ազատեն։ Սամվել Կարապետյանին կներեք։ Իրենց կալանքի տակ պահողը ով է։ Չգիտեք։ Դուք մեզանից լավ գիտեք ով է։ Ասենք դատավորները, դատախազներն էլ մի կերպ են աշխատում։ Ստիպված աշխատում են։ Մենք ոնց ենք ստիպված աշխատում, որ սովամահ չլինենք։ Նույնն էլ նրանք են ստիպված աշխատում, իրանք բոլորին լավ ճանաչում են։ Նշի, որ մենք գիտես, քաղաքի կենտրոնում ծնված մեծացած ամեն ինչից էլ լավ հասկանում ենք, որ հիմա այսօր առավոտյան մեկն եկել է, ասում է բարև ձեզ, նայում եմ, ես գիտեմ Իտալիայից է եկել, ասում է դուք կռվարար մարդիկ եք, տեսել եմ ձեզ, ասում եմ դե կռվում ենք աշխատանքի բնույթով, ասում է կարող է մի հատ զանգեք վարչապետին, ասեք իրան թրաշով է սազում, անթրաշ չի սազում, ուղղակի զգացի, որ ինքը մեզնից գիժ է։ Ինչ որ անեն, բայց պետք է եկեղեցիներին, սրբազաններին չկպնեն։ Ձեզ ինչ խնդիր են լուծում, հա, այսպես սրբազաններին, հոգևորականներին բանտարկելով։ Ոչ մի բան էլ չեն կարող անել, ինչ էլ անեն, սխալ բաներ շատ են անում, բայց ով է ժողովրդի կամքը կամ ժողովրդի նայ, ոչ մեկ, ոչ սահմանադրություն ունենք, ոչ օրենք, բայց հալածում են։ Ինչի՞ չեք նայում։ Չի կարելի։ Մասիսին դաժե, Մասիսին չի կարելի նայել, բայց ես էլ առանց Մասիսին նայելու չեմ կարող ապրեմ։ Թող բան քաշեն, սև շոր Մասիսի վրա։ Բայց ինչի հենց սև։ Որ չնայենք, բա հեսա սևացել է մեր կյանքը, էլ ինչ։ Ուղղակի սերունդն է մեղք, տանջվելու են մեր սերունդը։ Դու ինքդ էլ ջահել ես, չգիտես երևի ինչ ա լինելու։ Դատախազությունը դատարանին միջնորդում է, որպեսզի որոշում կայացնել Միքայել Սրբազանին 2 տարի 6 ամսով կալանավորելու։ Սա ձեզ համար ընդունելի որոշում կլինի։ Ես համարում եմ, որ հա։ Ինչու՞։ Այո։ Որովհետև քաղաքականությունը եւ եկեղեցին պետք է իրարից առանցին լինի։ Ու եթե եկեղեցի աշխատողները դրանով հարուստանում են, փոխանակ իր ժողովրդին օգնեն, իմ կարծիքն է դա։ Ես այստեղ չեմ ապրում, մենք Գերմանիայից ենք, բայց որ մենք այդ ձևի լսում ենք, ժողովուրդը ինչ ձևով են ապրում, ու նույն էջմիածնում 4 կողմը մեր կաթոլիկոսը չէ, տենում է, որ ինչ ձևի շենքեր են կառուցում մեծա, ոնց որ ասած բաները, հարուստները, ու դրան չի կարողանում ոչ մի ձևով ոնց են ասում, կանգնացնի։ Բայց կաթողիկոսը պետք է շինարարական ակտ լրացնի կամ դադարեցնի։ Կաթողիկոսը ինչի համար է օրհնում պատերազմ ուղարկելու համար։ Հայրենիքի համար, իրենց համար, գնացողների համար։ Չգիտեմ։ Ես օրինակի համար համարում եմ, որ տեսեք, Հայաստանի 3-րդ անկախ հանրապետության պատմության մեջ չի եղել դեպք, երբ որ սրբազաններ կալանավորվեն, դատապարտվեն, մարդիկ իրենց կարծիքը հայտնելու համար պետք է կալանավորվեն։ Այս ներողություն, բայց չի եղել, որ ասենք մեր ոնց որ սրբի ոնց են ասում, որ իրանք
ծառայում են ժողովրդի համար, բայց իրանք դառնում են մեծա հարուստներ։ Միքայել arczepiskopos Աջապայրյանը ամենահարգված հոգևորականներից մեկն է։ Չեմ ճանաչում։ Դեռ երկու կարծիք չի կարող լինել, եկեղեցու դեմ բոլոր ոտնձգությունները սխալ են։ Ձեր կարծիքով ինչ խնդիր են փորձում լուծեն, հա։ Վախի մթնոլորտ ստեղծել։ Ստացվում է իրանց այդ բանը։ Այո, ստացվում։ Դատախազությունը միջնորդել է դատարանին, որպեսզի Միքայել Սրբազանին 2 տարի 6 ամսով կալանավորեն։ Սա ձեզ համար ընդունելի որոշում կլինի, եթե նման որոշում կայացնի դատարանը։ Իհարկե ոչ, սա դատարանի որոշումը չէ, այլ Նիկոլ Փաշինյանի որոշումն է։ Այս երկրում բոլոր որոշումները կատարում է Նիկոլ Փաշինյանը։ Так что ամոթ իրանց այդ կարամաս։ Ինչ խնդիր են լուծում։ Եթե հաշվի առնենք 3-րդ հանրապետության պատմության մեջ չի եղել դեպք, որ հոգևորականներ են կալանավորվել, ձերբակալվել, բայց կա Նիկոլ Փաշինյան, այդքանով ամեն ինչ նա սրբապիղծ մարդ է, ինչ խնդիր կարա լուծի, նա դավաճան է, այդքան է։ Ինչ ուզում են, իրանց ցանկությունը կատարում են իրանք, ոնց ուզում են։ Չէ, իհարկե չէ, արդեն պատճառ հանդիսանա, որ կանգ առնեն։ Չգիտեմ ինչը, բայց շատ վատ են անում մեր ժողովրդի նկատմամբ ընդհանրապես։ Բավականին վատ վիճակում է ժողովուրդը։ Եվ ընդհանրապես ինչ են կպել եկեղեցուց, չեմ հասկանում։ Սրբազանը պետք է սրբազանություն ունի, ուրիշ Ինչ եք տեսել, որ համարում եք կորչ։ Ես դուրսեն եք ասել, կորչ ունեմ։ Ոչ իհարկե, մենք քրիստոնյա ազգ ենք ու մեր առաջին սրբությունը էդի մեր եկեղեցին է։ Ես համարում եմ, որ դա անընդունելի է։ Ինչ է պատճառը, հա, որ այսօր հոգևորականներ են դատվում իրենց կարծիքները հայտնելու համար։ Եթե մենք ապրում ենք, ինչպես ասում ենք, բան երկրում, որտեղ խոսքը ավելի մարդը ավելի կարևոր է, քան մնացած եսիմարժեքները, դա անընդունելի է։ Տեսեք, նույն Միքայել Սրբազանը քննադատել է բոլոր իշխանություններին եւ նման վերաբերմունքի չի արժանացել։ Այս իշխանությունների կողմից նման վերաբերմունքի արժանացնելու պատճառն է ձեզ համար հասկանալի է։ Ոչ։ Մարդ իրավունք ունի իր կարծիքը միշտ էլ արտահայտի, չգիտեմ, ես չեմ համարում, որ դա իշխանությունը կարելի է նման ձևի իրան պահի, որովհետև մենք ապրում ենք ազատ պետությունում։ Դատարանի օբյեկտիվությանը։ Ինչ։ Դատարանի օբյեկտիվությանը։ Ես չեմ հետևում։ Պետք է կալանավորումը լինի հիմնավորված։ 4 տարի առաջ հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը Միքայել Սրբազանը ասել է պետք է լինի ռազմական հեղաշրջում։ Եվ ռազմական հեղաշրջում նաև տեղի ունեցել 96 թվականի, 98 թվականին։ Պետք է զգուշ խոսել։ Պետք է զգուշ խոսել ժողովրդավարական երկրում։ Իհարկե։ Զգուշավորությունը։ Դուք ասում եք պետք է զգուշ խոսել։ Հիմա անզգուշ է խոսացել դրա համար։ Պետք է կալանավորել։ Թվում է դատախազությունը անհիմն չի կալանավորել։ Հիմքեր պետք է անպայման լինեն։